Տիկին Ավանեսյան, քանի որ սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքներից մեկն է եւ նաեւ վերջերս ուրախություն ինձ ակտիվացել է իրազեկումը քաղաքացիների ուղղված ձեր նաեւ անձնական մասնակցությամբ ես ուզում եմ նշեք թե մենք երբ վերջապես նախագիծը կքննարկենք արդեն ազգային ժողովում եւ իհարկե մեկ հարց ունեմ, որը հուզում է հաշմանդամություն ունեցող անձանց կամ ընդհանրապես այն խմբերին, որոնք դեռևս առաջին փուլում, այս փուլում չեն ընդգրկվի համակարգում եւ իրենց առողջապահական ծառայությունները չեն ստանա այս միջոցով։ Արդյոք իրենք կշարունակեն օրինակ այսպես ասած ավանդական պետպատվերի շրջանակում, հա, բուժումը ստանալ, ծառայությունները եւ այդ ծառայությունները որքանով ծավալը տարբեր կլինի, արդյոք մենք մոտավոր այսպիսի պատկերացումներ ունենք թե ոչ, ես այս հարցը իհարկե ձեզ տվել եմ նաև ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ, բայց օգտվելով առիթից ուզում եմ եւս մեկ անգամ ձեզ ընձեռել այդ հնարավորությունը, որպեսզի խոսեք այդ մասին, շնորհակալ եմ։ Տիկին Բացյան, շնորհակալություն հարցի համար, հարցին կպատասխանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, համեցեք տիկին նախարար, խնդրեմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթյան հարցի համար, իսկապես կարծում եմ ինչքան խոսենք ապահովագրության ներդրման, փուլայնության, բովանդակության մասին, այնքան նպաստելու ենք, որ համակարգը հասկանալի եւ մարդկանց համար պատկերացնելի լինի, եւ այո, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը ըստ էության վերաբերում է բոլորին։ Եվ իհարկե ես վաղը իմ ելույթում բյուջեի վերաբերյալ ամենայն մանրամասնությամբ կանդրադառնամ այս հատվածին, որովհետև 2026 թվականի պետական բյուջեում արդեն իսկ արտահայտված է 2026 թվականին առաջին փուլին մեկնարկային բյուջետային միջոցների հատկացումը։ Նախագծերի փաթեթը մենք այս շաբաթ կառավարության ուրեմն կողմից կհաստատենք եւ կգա ազգային ժողով քննարկման եւ մինչեւ տարեվերջ փաթեթը ընդունելով մենք 2026 թվականի հունվարից արդեն կմեկնարկենք առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլը։ Տիկին Բաթոյան, մեր ռազմավարությունը հետեւյալն է, որ ապահովագրության ներդրումը 3 տարվա ընթացքում է իրականացվելու, այսինքն 2028 թվականին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա ապահովագրության շահառու, բայց մինչ այդ մենք տարեց տարի ավելացնելով ապահովագրվածների շրջանակը ուրեմն անցում կկատարենք պետպատվերից դեպի ապահովագրություն եւ ինչպես նաեւ հանձնաժողովի քննարկումներին մենք փաստեցինք 26 թվականին դեռ պետպատվերը որպես միջոցառում արտահայտված է պետական բյուջեում եւ բոլոր այն խմբերը, ովքեր որ առաջին կամ երկրորդ տարում դեռ չեն ներառվելու ապահովագրության մեջ, կշարունակեն օգտվել պետական պատվերի իրենց ծառայությունների շրջանակից։ Դուք նշեցիք հաշմանդամներին, ես ասեմ, որ 2026 թվականից առաջին փուլով պետական բյուջեի միջոցներով ներառվող խմբերի մեջ հաշմանդամները եւ սոցիալական անապահովության 28 միավորից ավել ունեցող ընտանիքները եւս ներառվելու են ապահովագրության շրջանակներում եւ սա է պետության նաեւ քաղաքականությունը առաջնահերթ լուծելու մինչեւ 18 տարեկան երեխաների 65+ տարիքի անձանց եւ այս խոցելի խմբերի ապահովագրական խնդիրը հարցը։ Մեզ նշեմ, որ նաեւ առաջին փուլով կներառվեն 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող անձինք, բայց վաղը եւ երբ որ նախագիծը գա, իհարկե մենք ամենան մանրամասնությամբ դեռ առիթ կունենանք այս մասին խոսելու։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան եւ որպես արձագանք քաղաքացիները անելիք ունեն այս process-ի ընթացքում, թե ոչ, այսինքն 2026 թվականից սկսած այն խմբերը, որոնց համար նախատեսվել է համակարգը, իրենք որևէ քայլ, գրանցում, որևէ դիմում, որևէ բան ունեն անելու թե ոչ, թե ավտոմատ կերպով պարզապես եթե արդեն
ընդգրկված են համակարգում, առողջական տարբեր խնդիրներ ունենալու դեպքում կդիմեն եւ այլն։ Այս քայլերն եմ ուզում ասել, թե քաղաքացին ինչ պետք է անի 26 թվականից սկսած։ Շնորհակալ եմ։ Տիկին Մաթոյան, իհարկե մենք քայլարշավը մանրամասն կետերով կներկայացնենք, բայց նշեմ, որ նախ պետությունը իր մասով, ուրեմն թվային միջավայրում փոխգործելիության շրջանակներում կստուգի բոլոր բազային տվյալները եւ անձանց կներառի ապահովագրության համակարգ որպես պոտենցիալ շահառու եւ քաղաքացին ընդունելով այս առաջարկը ապահովագրվելու պետության կողմից կդառնա արդեն ապահովագրության շահառու։ Եվ այստեղ Տիկին Բաթոյան պիտի ասեմ, որ ընդհանուր առմամբ ապահովագրության համակարգում մենք ու քաղաքացին շատ ավելի գործակցային պիտի վարքագիծ ունենանք եւ այստեղ համակարգի արդյունավետությունը եւ հաջողությունը կախված է ինչպես պետական ուրեմն եւ լիազոր մարմնի գործողություններից էլ այնպես էլ մեր բոլոր քաղաքացիներից։ Շնորհակալություն։